Ժողովուրդ ջան, խնդրում եմ մի հատ այս հարցին պատասխանեք, էլի բոլորդ էլ մայր եք։ Մայրերը չեն ուզում, որ իրենց տղաները կամ աղջիկները երջանիկ լինեն։ Ուզում են, չէ՞։ Բա ինչի՞ է, որ շատ ժամանակներում հենց իրանք են լինում պատճառը, որ տները քանդվում է։ Կամ մաման տղու ընտրածին միշտ չի ուզում, կամ աղջկա ընտրածը միշտ վատն է։ Ինչի էլի, այդ նրանից է գալի, որ մաման պատկերացնում է իր աղջկա կողքը պետք է լինի, չգիտեմ, սպիտակ ձիով, չգիտեմ ինչերով, իր պատկերացումներով։ Եթե իր պատկերացումներով է, թող իր ամուսինը տենց լներ։ Իր ամուսինը մի հատ դիվանին նստած, դիվանը քշում, փորը տնգած, ծխում տան մեջ էլ, բան sense մոխրամանից վենտիլատորը միացնում, մոխիները թռնում ալբան, բայց ինքը ուզում է իր աղջկա կողքինը լինի, չգիտեմ, իդեալական եսիմով, որը չկա։ Իսկ տենց մարդ գոյություն չունի։ Նույնն էլ հակառակը ժողովուրդ ջան։ Մի հատ ինձ բացատրեք էլի ինչի։ Ու օրինակ համար աղջիկը որ ընտրում է, աղջիկն է ապրողը, տղու հետ 24 ժամը անցկացնողը կամ հակառակը տղեն որ ընտրում է, ինքն է անցկացնելու այդ աղջկա հետ 24 ժամ։ Իրանք իրար մեջ գիտեն ինչա կատարվում, ով է լավ, ով է վատ, այդ կողքից ինձ թվում է որ ոչ մեկ չի կարող ասի լավն է, վատն է, կարող է մի 10%-ով տենաս կեղտոտ գյադա է, չգիտեմ ինչա, նարկոման է, ես շատ իմանամ, հարբեցող է, ֆրֆրացող է, անհարգալից է մոտիկանում, այդ ուրիշ բան, բայց նորից եմ կրկնում, շատ դեպքերում 99% կասեմ, աղջկա ընտրած տղեն մամաները չեն հավանում, կամ տղու ընտրած աղջկան մամաները չեն հավանում, բայց չգիտես ինչի, մի հատ խնդրում եմ ինձ բացատրեք, կոմենտներում գրեք, հասկանանք, ինչու է տենց ստացվում, որ ոչ մեկին չի հավանում։ Հիմա դաժե աղջիկը տղեկին չեն հավանում, լավ տղա չկա, տղեկն էլ ասում են լավ աղջիկ չկա, այսինքն ոչ մի բան էլ չկա, երևի 10 տարի, 20 տարի հետո այս ամուսնությունն էլ կկորի կգնա։ Շնորհակալություն։